Կապ ուներ նախկին հանցավոր ռեժիմի ԱԱՑ պետի հետ Դանիել Լեոնիսյանը։ Ուրեմն ոչ միայն Դանիել Լեոնիսյան, այլև Նիկոլ Փաշինյան։ Ուրեմն ժամանակին, երբ Կուտոյանը ոչ այդքան օրինական մեխանիզմով նշանակվեց ԱԱՑ տնօրեն, իր կենսագրության մեջ կար դրվագ, որը ցույց էր տալի իր անհամապատասխանությունը այդ պաշտոնի, ոչ միայն այդ որ ինչպես Արգիշտի Քյարամյանին, տարան քննչական կոմիտե, այնտեղից բերեցին ԱԱՑ, որպեսզի կոչումներ տան։ Շարքային մարդը միանգամից գնդապետի կոչում ստացավ եւ բերվեց ԱԱՑ պետի պաշտոնին։ Կուտոյանի կենսագրության մեջ նաեւ մի դրվագ կար, որը ապօրինություն էր ցույց տալիս։ ԱԱՑ աշխատակիցները, այն էլ ղեկավար կազմի աշխատակիցների համար կա պարտադիր պայման, որ նրանք ծառայեց լինեն զինված ուժերում Հայաստանի։ Ու եթե խորհրդային միության տարիներին են եղել ԱԱՑ համակարգում, մնացել են համակարգում, խորհրդային միության ծառայությունն է հաշվում, բայց մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ նոր պիտի գնան ԱԱՑ համակարգ, նրանց համար պարտադիր պայման է Հայաստանի զինված ուժերում ծառայած լինելը։ Կուտոյանը զինված ուժերում չէր ծառայել, փոխարեն այդ կենսագրության այդ անհամապատասխանությունը, այսպես ժողովրդի խոսքով ասած թարազուի բերելու համար գրել էին, որ Ռոստովի ինչ որ համալսարաններից մեկում զինվորական բաժին է ավարտել, չնայած, ասեմ օրենքով, Ռոստովի ինչ որ համալսարանի ինչ որ զինվորական ամբիոն ավարտելը հավասարեցված չէ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելուն։